էլի վերաբերում։ Ձեր ժամանակ որ դառնալեք մեր զինվորականները, ասենք գլոխը միշտ ճակատը սենց բարձր իրանք կային են կապ չունի որտեղ եղել ցանկացած երևում էր մեր ասենց հայկական որոշ բարձր բայ կոնկրետ հիմա զինվորականները вообще որ կարելի ասած հիմա ոչ մի տիպի իրանք չեն էլի գնահատում հաստատ են որ ձեր ժամանակ զինվորականները էլ եմ ասում ես հիմա ինքս զինվորական եմ ու չեմ էլի ընտրում կոնկրետ մեր երկրի վարչ ճիշտ է ես ասեմ այն ժամանակ ենթադրում եմ որ պատճառը ինչն է առաջինը զուտ պետությունը իր վերաբերմունքի առումով քարոզչական բան միշտ ընդգծել է բանակի դերակատարությունը միշտ ա եղել երկրորդը նայեք միշտ հետևում էի աշխատավարձերը բավական հաճախակի բարձրացնում էինք միշտ հետևում էի որ զինվորականի աշխատավարձը անպայման ոստիկանից ուժային կառույցներում առնվազն 25% ավել լինի համարենք որ անվտանգությունը ապահովելու համար բանակը համար 1 ֆունկցիան ունի եւ մենք ամեն ինչ արենք որ այդպես է բայց այսօր համար 1-ը օրինակ Հայաստանի Հանրապետությունում իրանք նախընտրում են միլիցիայի կարգավիճակում լինի բայց մեր սահման բոլոր սահմանները սկսում է բայց մեր պատճառը դա է դրա պատճառով վերաբերմունքն է փոխվում որովհետեւ մարդիկ նայում են ասում են պետության համար բանակը առաջնահերթություն չի հակառակ դեպքում բարեկը ավելի շատ աշխատավարձ չի ստանա քան բանակը որովհետեւ պետության լծակը ցույց տալու իր գերակայությունները առաջերտին աշխատավարձներն է արտոնություններն է վերաբերմունքի բանն է պարգևադրումներ եւ այլ հիմա եթե համեմատենք պարգևավճարները ոստիկանությունում հատկապես գիտեք ոստիկանության որ մասը ոչ թե այն մասը որը հանցավորության դեմ է պայքարում այն մասը որ բերետավորներ որ քաղաքական ավելի շատ քաղաքական ճնշումների ասենց մահակը նորմալ վարձատրվում է բայց մեր սահմանը սկսում է հենց առաջինը սահմանը հիմա առաջինը երկը ճիշտ է լրիվ ընդունում են փոխելու են եթե մեր սահմանները օրինակ թույլ լինի ասենք ինչքան էլ ուզում է հիմա մենք ասենք մենք այստեղ ինչքան ամուր լինենք բայց եթե մեր սահմանները թույլը չենք կարա էլի մենք այստեղ ապահով զգանք մեզ այդտենց է նույն մտածելակերպը մենք ենք միշտ ունեցել որ սահմանը եթե թույլ է խնդիր ունես հիմա էլ է թույլ լինես չի որ ասում են խաղաղություն ոնց կար ասենք կոնկրետ հիմա ասում է 300,000 օրինակ ադրբեջանցի պիտի գա Հայաստան մնա ասենք իմ եղբորը սպանել է կամ ինչ որ մեկի ոնց կա ադրբեջանցու հետ խաղաղություն լինի նայեք նաև մի օրինակ էլ բերեմ օրինակ ռազմական ինստիտուտը այն տարիներին երբ վերաբերմունքը բանակի նկատմամբ լրիվ ուրիշ էր մոտարապես մի տեղի վրա 7-ից 8 դիմում էր 7-ից ու 7-8 մինչև 10 ոքի նայած ֆակուլտետին դիմում էր հիմա պրոբլեմա հիմա ով դիմում է ընդունում է որովհետև բան չկա զինվորական վերաբերմունքը չկա հիմա կոնկրետ մեկ ծառայում ես կոնկրետ ծառայում եմ հիմա արձակուրդի մեջ եմ գոսպիտալու արձակուրդի մեջ եմ դրա համար ասենք հրաշով հիմա ես էլ ուզում եմ դուրս գամ զուտ պայմանագրային դուրս գամ որ գնամ քաղաք եմ որ միլիցիայությունում մտնեմ ավելի լավ է համաշխատավարձն է բարձր հիմա ատեստավորումը մտցրել են ատեստավորումը հիմա կա մարդ են որ 150 կիլո ինքը չի կարող 2 ժիմանի բայց ինքը մարտական դիրքեր ասենք իր մեքենան այնքան շատ լավ է շահագործում մարտական դիրքերում որ ասենք այն նոր ընդունված պաշտպան հայրենիքը չի կարող ինքը մարտական դիրքերում կվարի դա էլ է վերաբերվում որովհետև այն կառույցները որոնք կապված են այլ ֆունկցիաների հետ, դատախազություն, քննչական կոմիտե եւ այլն, ոչ մի ատեստավորում չկա։ Հենց միանգամից աշխատավարձերը բարձրացնում են, վերջ։ Բայց բանակից ատեստավորում են ուզում, ուսուցիչից ատեստավորում են ուզում։ Այդ լրիվ ընդունել է փոխելու են։ Իհարկե, ամբողջությամբ դա պիտի վերանայվի։ Հարց ընդհանուրից ու всё, ասենք հիմա Այս վերևի գյուղում էլ այգուտում, մեկ էլ ներքև գյուղը Աղավնավանքում գազը կա, գազը, բնական գազը կա։ Հիմա ասենք ստե 3-4 գյուղ կա, որ այդ գազը չկա, ասենք ընդհանրապես չկա։ Հիմա այդ գազի հարցը ու հիմա անտառները մտցրել են էկոպարեկներ, չեն թողում մարդիկ փետ բերեն, բայց հիմա ժողովուրդ ինչով ապրեն։ Այդ հարցը 20 տարի առաջ ենք տեսնում, պարոն Քոչարյան։ Եվրոպա, բայց այս գյուղերը հենց այն ժամանակ են գազը ստացել։ Խիչ ստացա, մի հատ ինձ հիշեցրեք։ Հոսք կա, բայց այդ հոսքը այս 30 տարեկան է, 30 տարի ոնց կա ճանապարհն ունենա։ Հա, զուտ։ Ընդհանրապես երևի կիլոմետր կամ կիլոմետր ու կես այդ հոսքի պատճառով, ասենք, ստե բնական գազ չեմ վերել։
Որովհետև այս ամբողջ զորակը գազոֆիկացրել են, ես չէի հիշում, հիմա հիշեցրել Դե եմ։ ձեր ժամանակ շատ լավ այլ է, պարոն Քոչարյան, ես չի Պետք է Մի խնդիր չեք պետք է չէ թողու որ բերեն մարդիկ վառել, գազը չկա։ Ինչ պետք Հիմա սա ժողովրդին են որ այնց է դարը, այնց չէ էլի քաղաքականություն ցենք ուզում, բայց այսօր մենք ձեր մեջքին ցենց ավելի լավ ցենց ձեր կարող ենք հենվեր, քան պարոն Փաշինյանը էլի մի չենք էլ ուզում շատ բաներ խոսան կամերաները սա կալմա ձայնագրումա 3 հատ ընտրություն էլ է, ես այնպես չելի իմ ապացույցներն ունեմ։ Ես 3 անգամ ձեզ եմ մտրել ու հիմա ուզում որ դուք լինեք Անկալություն, ուրեմն 4-րդ անգամ նորից ձեզ ենք ընտրել։ Եվս ընտրել։ Հաստատ ու մեկ էլ այսքան ժամանակ մի բան եմ արմացել, որ ոնց հալի Սերժ Սարգսյանը, ասենք իր այդ մանդատը տվել Նիկոլականին։ Չէ, դե հիմա չէ, ասենք խիա տվել, որ ասենք այսօր այն ժամանակ ունեցել ենք Ղարաբաղը, հիմա ասենք ես Ղարաբաղ եմ ծառայել ու ասենք այնպես չէ, հիմա շատ վիշտ կա էլի ասենք։ Մարտունի 2-ում էր։ Մոնթեզը ասում։ Հա, հենց մոնթեզը։ Շուշուտ տենանք, սա է շուշուտ, ընտրությունից ընտրություն չտենանք։ Հիմա այդ թեմայի մեջ չխորանամ։ Չէ, չէ, հիմա չէ։ Ով ու մանդատը հանձնեց։ Քոչարյան։ Հա, չխորանամ։ Այո։